իշխանություն, որը կառաջնորդի բացառապես ազգային եւ պետության շահերով։ Տիկին Գալստյան, դեզից սկսենք եւ այսպես ամփոփելով վերջացնենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես կարծում եմ, մենք արդեն սկսել ենք այդ քայլերի ճանապարհին ենք եւ կարևորագույն խնդիր եմ համարում սպառնալիքների գեներացիան, մտքերի գեներացիան եւ ուղղակի պետք է այսպես շերտ հասարակությանը բացել, թե այս իշխանության մեկ օր ավել, ուրեմն կենսունակությունը ինչ անդառնալի սպառնալիքներով է հղի եւ ինչպես ենք մենք պատրաստվում այն կասեցնել, գեներացնել, ուրեմն արժե համակարգ, որի շուրջ հանդային համախմբում կունենանք եւ ամենակարևորը հասարակությանը նաեւ նրա հետ գտնել բանալիները, ինչպեսի բանալին, որը շատ կարևոր է, որտեղ այսօր հասարակության մեջ կա հարցը, գալիս եք, որ ինչ անենք, դա ուղղված է թե ազգային էլիտաներին, որոնց սակավության կամ չգոյության մասին խոսեց պարոն Կարապետյանը, դա էլ առանձին խնդիր է, թե ինչու չկա, որտեղ դա հատուկ քաղաքականության արդյունքում է գլխատվել ազգային բոլոր էլիտաները։ Դրա մասին կարծում ենք ունենանք գեներացնել եւ տալ լուծման բանալիները եւ ամենակարևորը հասարակությունը չթողնել հուսահատության եւ անղեկության մեջ, որտեղ դա այս իշխանությունների կարևորագույն այսպես մեսիջն է, դուք դատապարտված եք, իսկ փրկության ճանապարհ, ինչ անելու ճանապարհ, երկիրը փրկելու ճանապարհներ կան եւ կան ազգային երազանքներ, իդեաներ, տեսլականներ ունեցող թե քաղաքական ուժեր եւ թե անհատներ, որոնք կարող են, բեկումը հնարավոր է։ Ես քաղաքագետ եմ եւ կարծում եմ, որ բոլորն էլ կհամաձայնեն, որ աշխարհի բոլոր ընտրություններում միշտ լինում է իշխանություն եւ իշխանության գլխավոր, այսպես ասած, սպարինգ գործընկեր։ Հա, միշտ այդպես է լինում, ասենք Մոլդովայի ընտրությունների ժամանակ, Վրաստանի ընտրությունների ժամանակ, հա։ Հիմա տեսեք, մեր շփումները մեր հանրության հետ ակնհայտ ցույց են տալիս, որ մարդիկ մերժելով Փաշինյանին ուզում են ոչ թե հավաքական բողոք խոսույթ, այլ կոնկրետ առաջարկ։ Կոնկրետ առաջարկ իրենց ինչ է ներկայացնում։ Դա միայն շատ լավ ծրագիր չէ, որ պետք է ներկայացնես այդ ծրագրով ներկայացնել, որտեղ ծրագիրը հասարակ մարդիկ մեծ մասը չեն կարդում։ Ծրագիրը հիմնականում կարդում են շատ փոքր քանակի մարդիկ, էլիտան է կարդում։ Ուրեմն պետք է լինի քաղաքականության մեջ այսպես ձևակերպեն, քաղաքական փաթեթավորում, լիդերի նոր պատկեր եւ տեխնոլոգիական թիմ, որը ունակ է աշխատել շատ մոբիլ մակարդակով հասարակության հետ։ Երբ որ դու ներկայացես այդ առաջարկը թեզերով, պատկերացումներով եւ ֆորման այդպես լինի, այսինքն քաղաքական փաթեթավորում եւ այնպիսի պատկերով լիդեր, որը հանրությունը կարող է ընկալել, որպես առնվազն գոնե չարած փոքրագույն, հա, այսպես ձևակերպենք։ Եվ դու ունենաս տեխնոլոգիական թիմ, ես ասեմ ձեզ մինչև ընտրությունները արդեն խնդիրը լուծված կլինի։ Ընտրությունների ժամանակ պարզապես կդատվի այն, ինչ որ արդեն պարզ կլինի մինչև ընտրությունները։ Ես կարծում եմ, որ մենք հենց այդ ճանապարհով գնալու ենք, պարզապես շատերը դեռ չեն տեսնում, տեսանելի չէ, բայց դա էլ է տրամաբանական, որովհետև մենք ապրում ենք ավտորիտար պայմաններում եւ իշխանությունը իմ կարծիքով իրենց համար ճիշտ տեսակետ փորձում են մաքսիմալ ռեպրեսիաների ճանապարհով չեզոքացնել բոլոր այն պոտենցիալ կետերը, որը կարող է իմ ասածը առաջ բերել։ Իմ կարծիքով երկու խնդիր կա, երկու հարց կար, պետք է մաքսիմալ հստակեցվի, ինչքան շուտ այնքան լավ, այդպես ներկայանալ հասարակությանը։ Առաջին ընտրության բովանդակություն, բ հաջորդ իշխանության որակ։ Բովանդակության մասեցին ասեցի, ինչքան բարձ ձևակերպի, որ սա Հայաստանում ապրելու հնարավորության մասին ընտրություն է։ Սա մեծ բան է, պետք չի հորինեն բարդ տեքստեր, ինչքան արագ մեր հասարակությանը դա հասցնենք, իշխանության, հաջորդ իշխանության որակի մասին միանշանակ ես կիսում եմ Երևանի տեսակետը, ես օգտագործում եմ սոլիդ իշխանություն, ինձ երբեմն ասում են դա ինչ է, ըստ իս հաջորդ իշխանությունը պետք է լինի մի քանի ուժերից կազմված, որոնք պետք է ունենան համակեցության նոր կանոններ, այդ համակեցության նոր կանոնները պետք է
պրոյեկտի հասարակության վրա, խաղի նոր կանոններ եւ պետք է լինի մի ուժ, որը չի լինի արկածախնդիր, մի իշխանություն, որը չի լինի արկածախնդիր եւ բ, որը կդնի ժամանակակից պետության հիմքերը։ Մենք այդ ժամանակակից պետության բառը շատ լավ մսխել ենք շատ երկար տարիներ, մեր պետությունը իսկապես մենք չպետք է ինչ-որ մեկին բերենք իշխանության, դա ամենամեծ սխալն է։ Պետք է կա, մենք էլ ենք առաջի քայլերն ենք անելու։ Այս առումով մենք փոքր երեխու նման պիտի փորձենք սովորել նոր տիպի իշխանություն, որտեղ զորբայություն չի անցնելու, որտեղ անցնելու է ունակների իշխանություն, իրար լսելու, չվախենալու կոալիցիոն հարաբերություններից, մենք իրեք լավ փորձեր ունեցել ենք նախորդ 20-30 տարում, մի խոսքով նոր տիպի իշխանություն, որը կլինի ժամանակակից։ Շնորհակալություն, մինչև ամփոփիչ հարցին անդրադառնալը, Անդոզյանը շատ երկար